Քննարկում ենք ունեցել, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, այսինքն աշխատանքի անցնելու վերաբերյալ եւ խնդրել է, որ մենք որպես թիմ ըմբռնումով մոտենանք եւ այսպես ասեմ, նորմալ ընդունենք, նորմալ ընկալենք իր քայլը, իր դուրս գալը։ Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել եմ, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, գնացել ենք այս պայքարին, այդ մանդատը վայր տնելը այս պայքարությամբ ավելի ճիշտ է, որ պահի, ընդհանուր պայքարի մեջ ենք, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրը ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաեւ դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից, որից հետո մի քանի օր անց արդեն նաև տեղեկանում ենք, որ դատական process-ները սկսվել, այսինքն դատարան է դիմել, թե դատի է տվել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի կամ բողոքարկեն քաղաքապետի արձանագրությունը, որը որ իր դիմումը ուրեմն, քանի որ դեռ այս պայքարությամբ մենք Կարեն Ուրեմն ժողովուրդ, ես ի սկզբանե ասեցի, որ Կարենի հետ լավ հարաբերություն է եղել, Կարենը մշտապես մեր աջակիցներից է եղել, ընտրությունների ժամանակ, նոր մարդ չէ մեր համար Կարենը, ու այս պայքարությամբ ինքը, որ ինձ դիմել էր այդ ժամանակ, դուրս գալու իր խնդրանքով է եղել։ Ես բավականին ջանք եմ թափել, այսպես ասեմ, որ նա մնա, շարունակի իր գործունեությունը ավականում, քանի որ գիտեք, Գյումրիում այնքան էլ լավ իրավիճակներ չէ եւ այսօր մեզ համար դա խնդիր է։ Ինչին ի պատասխան Կարենը մինչև վերջ խնդրել է մինչև վերջ համոզել է, որ ինքը պարտադիր պիտի այդ քայլը անի, այդ քայլը պիտի արած լինի։ Այն ժամանակ ինձ համար մանդատը վայր տնելու։ Այդ ժամանակ ինձ համար դե այդքան է շատ հասկանալի չէր, թե ինչ խնդիր կա, բայց այսօրվա դրությամբ Կարենի այդքան խնդրանքից հետո հիմա Կարենը այսպես սկզբունքորեն կբաց այդ մանդատը հետ է ուզում ու խմբակցությունից մեր այդ բացարձակ ոչ մի կերպ, ոչ մի կարգի խնդրեմ չունեց այդ տղեն։ Ու այս պայքարությամբ խոսել վերջին անգամ։ Ես ժողովուրդ ջան, հետևությունները թողնում եմ ձեզ։ Մարդը խնդրել է, համոզել է մեզ, մենք տվել ենք համաձայնություն, մենք համոզել ենք, որ նա մնա,
Հետո դրանից հետո դիմումը տվել ենք առաջ, ինքը մանդատից արդեն զրկվել է եւ դրանից հետո մարդու հետ կապ չեն կարող հաստատել ու դրանից հետո այդ մարդը այսպես դատական process-ներով բոլոր այցանները, բոլոր տարբերակները օգտագործում են։ Պայմանագրի դերակատարությունը այստեղ տեսնում եք։ Ժողովուրդ ջան, դուք տեսնում եք։ Դուք տեսնում եք։ Դուք ասեք, պարոն Գրիգորյան, մենք կարող ենք շատ բան ենթադրել ձեր թիմից։ Դե նույն ձևի ենթադրությունների շարքից էլ նաեւ մերն է, որ իմ գնահատմամբ այս պայմանությամբ այո կա խնդիր, այո կա այդ մարդու հետ կապված խնդիր, որը ինձ հետ անձամբ խոսելու արդյունքում ինքը համոզել է, որ դուրս կա չի ուզում, պետք չի։ Հիմա ես կարող եմ վերլուծություն անել, այս ամեն ինչից հետևություն անել, որ նմանատիպ process է իրականացվում Գյումրի քաղաքում, ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը եւ այս ամեն ինչը ես կարծում եմ դրա հետևանքներն է եւ դե եթե կարելի է սա համարել առաջի քայլը, որ արվել է կամ արվում է, փորձ է արվում անելու, եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել ու իմ գնահատմամբ սա ավելի շատ ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան, ուրեմն ցուցակի հետ կապված Ճիշտ եմ, Շունիկը նախկին ավականիում Բալասանյան դաշինքի անդամ է եղել, որը ԿՊ-ի հետ Չէ, ինքը չի եղել։ Չի եղել։ Ինքը չի եղել, չէ։ Չէ, ինքը չի եղել։ Կարեն Բադալյան ինքը չի եղել։ Չէ, աշխատակազմի ղեկավարը ազգակցական կապ ունի Ուրեմն դուք կարող եք հիմա գնահատական տալ, որ հանգիստ է տարվել։ Հանգիստ է այդ ամեն ինչ արվել։ Դուք տեղյակ եք ինչ է կատարվել, խոսել ենք Կարենի հետ, հասկացել ենք ինչ է կատարվել։ Դուք բոլորդ էլ լավ հասկանում եք, որ Գյումրի քաղաքը փոքր քաղաք է ու այդ քաղաքի մեջ այդ տղան պիտի շարունակի ապրել։ Ու այսօրվա դրությամբ այս ամբողջ լրատվական դաշտը, ամբողջ երկիրը խոսում է այն մասին, որ ավագանու անդամ կամ մանդատ են կողանում Գյումրի քաղաքում ու այդ մարդը Գյումրի քաղաքում շարունակի ապրել, չէ՞։ Այդ մարդը հենց այնպես վերցնի ու որոշի, որ ինքը պիտի դառնա ամբողջ քաղաքով մեկ թիրախ, այդ մարդու վրա պիտի կպնի դավաճանի պիտակ, այդ մարդուն, այսինքն ես չգիտեմ, այս պայմանությամբ ասում եմ այն, ինչ որ մարդու հետ չեմ խոսել։ Տեղեկություններ ունեք, սպառնացել են, ինչ են արել։ Ժողովուրդ ջան, ես այս պայմանությամբ կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ընդամենը կարող ենք հետևություն անել այս ամեն ինչից, որ սա ուղղակի դե որ չենք կարող մարդուն գտնենք, որ հասկանանք ինչ է եղել, ես չգիտեմ ինչ է, ամսի 23-ից ինքը մասնակցել է քաղաքապետի ընտրության քվեարկությանը, դրանից հետո մասնակցել է երթմնակալության քվեարկությանը, քանի որ մեր խմբակցությունը, այսինքն օրենքով պարտադիր քվորում պիտի ապահովեր, որ երթմնակալություն տեղի ունենար, մերոնք քվեարկությունը ապահովել են, բայց բուն երթմնակալությանը չեն մասնակցել, այդ երկու պրոցեսների ժամանակ է Կարենը մասնակից է եղել։ Դրանից հետո իշքան հիշում եմ, ուրբաթ թե շաբաթ օրն էր, դրանից հետո երկուշաբթի օրը դիմումը առաջ է տրվել, երեքշաբթի օրը մենք էլի կապի մեջ ենք եղել, ամեն ինչ նորմալ է, չորեքշաբթի օրվանից Կարենի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Մոտ մեկ շաբաթ։ Կասկածներ առաջանալը ինքը եկել է դիմումի ընթացքում ասեցի արդեն, խոսել ենք ամեն ինչի մասին, մարդը սկզբունքորեն փորձել է, ինքը սկզբունքորեն չի եղել նման բան, մարդը դիմում է գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, խնդրել է, համոզվել է, Ինչպես է հիմնավորվում։ նորմալ է եղել, ինչ որ արվել է, թիմով է արվել, թիմի հետ քննարկման արդյունքում է արվել, թիմով է որոշվել, չի եղել բացարձակապես տարաձայնություններ, դե բնականաբար որոշման հետ կապված բոլորդ եք գիտեք, մեզ համար ինքը դժվար որոշում էր
բարդ որոշում էր, բայց այնուամենայնիվ մենք այն ժամանակ, որ լրագրողները, այսպես ասեմ, ման էին գալիս Մարդուն Գրիգորյանին, Մարդուն Գրիգորյանը ինչ է ասելու, դե ասա Մարդուն, ասա սպասում ենք, չգիտեմ ինչ, այդ ժամանակ Մարդուն Գրիգորյանը իր թիմագիստների հետ, իր հարազատների հետ, ընկերների հետ, բոլորի հետ տարբեր տեսակի, տարբեր հարցեր էր քննարկում, որպեսզի վերջում գար իր վերջնական որոշմանը։ Այդ ժամանակ իմ հայտարարության տեքստը նույնիսկ քննարկվել է առանձին թիմի հետ, բոլորով քննարկել ենք այդ տեքստը, որին մասնակից է եղել նաև Կարենը։ Բոլոր առումներով որ հետագայում այսպիսի էլի խնդիրների առաջ չեք կանգնի եւ ի վերջո այն մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերը ունեն այս պահին, կդառնա փոքրամասնություն։ Դե ժողովուրդ ջան, ինչ երաշխիքը տեսնում եք։ Դե թիմի հետ կապված հիմա ժողովուրդ ջան, տեսնում եք ինչ է կատարվում։ Այս պահի դրությամբ այն ինչ որ մենք կարող ենք պահելու հետ կապված պահում ենք։ Այսօր տեսնում եք, որ մենք այստեղ խնդիր ենք տեսել եւ կռիվ ենք տալիս, այսինքն պայքարում ենք մեր մանդատը պահելու։